Հենց այս պատմական որակված ձեռքսեղման պահին Ալիևի բանակի զինվորները պահելը ձեռքներն առած այս խրամատն էին փորում Հայաստանի տարածքում։ Արբանյակային լուսանկարներն են ապացուցում, որ 2025-ի օգոստոսի սկզբին ադրբեջանցիները նոր դիրք են կառուցել մեր երկրի տարածքում։ Հուլիսի 14, 2025 թվական։ Այստեղ ոչ մի բան չկա։ Հիմա եթե միացնենք, փոխվում է արդեն ճանապարհը հայտնվում օգոստոսի սկզբին, օգոստոսի 3, օգոստոսի 8, օգոստոսի 18, արդեն բացահայտել է, որտեղ ինժեներական ինչ-որ ճանապարհ եւ դիրք է հայտնվում։ Օգոստոսի 9-ից հետո ադրբեջանական նոր դիրքը արդեն պատրաստ է եղել ըստ արբանյակային լուսանկարների։ Ինքը գրկում է համ նախկին սովետական Ադրբեջանի տարածքը նախ եւ խորհրդային Հայաստանի տարածքը, իսկ մոտավորապես անցնում է այստեղով, եթե նայենք Google-ի քարտեզը, մոտավորապես համ այնտեղ։ Նոր խրամատը Գեղարքունիքի մարզի օկուպացված տարածքում է ադրբեջանական մեկ այլ դիրքի հարևանությամբ։ Այն դիրքի, որը 2022-ին էր կառուցել ադրբեջանական բանակը։ Այստեղ ունեն արդեն իսկ դիրք իրենք, որը շատ ավելի, այսպես ասած, վտանգավոր կարող է լինել վերահսկողության տեսանկյունից, որը ավելի խորն է, մոտավորապես 500 մետր ես հաշվել էի, գտնվում է դա 2021-22 թվականներին է, չեմ ստուգել կոնկրետ այդ ներխուժումների ժամանակին է, բայց կոնկրետ թիվը չեմ ասել, եւ իր վտանգը շատ ավելի էական է։ 2025-ի սեպտեմբերին ադրբեջանական այս առաջխաղացումը բացահայտած լրագրող Դավիթ Գալստյանը մեկ այլ շարժել բացահայտել է Ջերմուկի մոտ։ Սա Ջերմուկից հյուսիս արևելք հատվածն է, այս հատվածները ինժեներական սա ադրբեջանական դիրքերն են։ Այս ներխուժումը խոշոր որ գալիս ասես մտնում է ադրբեջանական դիրքեր են, այս նույնպես։ Այս ամբողջը նույնպես ադրբեջանցիներ աշխատում։ Ես որոշակի շարժ էի նկատել այս հատվածում։ Արբանյակային այս պատկերները լրագրողը հրապարակել էր դեռ 2025-ի օգոստոս-սեպտեմբերին, նախքան այդ դիրքային առաջխաղացման մասին մամուլում հայտնված տեղեկությունները հերքել էր Պաշտպանության նախարարությունը։ Վստահեցրել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս պարագայում այնպես չէ, որ եթե բանն հերքեց, ուրեմն այդպես չէ։ Ցավոք սրտի։ Պաշտպանության նախարարությունը հիմա արդեն նախարարի մակարդակով է սկսել հերքումների շարքը։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Հիմա եթե պաշտպանության նախարարությունը կարող է, չգիտեմ, այցելություն կազմակերպել այդ հատված, ցույց տալ, որ այդտեղ դիրք չկա։ Եթե իսկ ինչ է Արբանյակով երևում։ Լրագրողը կարծում է, այսպես կոչված խաղաղության օրակարգն է կաշկանդում ԿՊԱ-ականներին խոստովանել իրականությունը։ Քաղաքական նպատակահարմարությունից հավանաբար հերքում է, որ սահմաններին ամեն ինչ հանգիստ է եւ այլն, որը խնդիր չկա։ Ալբերտ Սերոբյան, Աշոտ Մանոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։